Կուտյուր, վստահ եմ, որ բոլորիդ է ծանոթ այս արտահայտությունը, բայց նաև վստահ եմ, որ ոչ բոլորդ գիտեք, թե ինչ է այն իրականում իրենից ենթադրում։ Նախքան ես կսկսեմ պատմել, հետևիր իմեջին նորաձևության պատմության հետաքրքիր կողմերը բացահայտելու համար։ Haute couture արտահայտությունը թարգմանաբար նշանակում է բարձր նորաձևություն։ Այն ծագել է 1858 թվականին Չարլզ Ֆրեդերիկ Որզի կողմից, ով համարվում է haute couture-ի հայրը եւ նորաձևության պատմության առաջին կուտյուրիեն։ Հենց նա է առաջինը հանդես եկել անվանական պիտակներով, մանիկենների փոխարեն հագուստը ներկայացրել մոդելների օգնությամբ եւ ցուցադրել սեզոնային հավաքածուներ։ Հենց Որզի նախաձեռնությամբ էլ հետագայում ձևավորվում է հատուկ կառույց La Chambre Syndicale de la Haute Couture, որը պետք է կարգավորեր բարձր նորաձևության բոլոր պրոցեսները եւ պահպաներ դրա բացառիկ ստանդարտները։ Հենց այդ պահից սկսած haute couture-ը դարձավ ֆրանսիական օրենքով պաշտպանված տերմին, որը իրավունք ունեն օգտագործել միայն այն նորաձևության տները, որոնք համապատասխանում են հետեւյալ խիստ եւ հստակ ստանդարտներին։ Առաջին, նորաձևության տան կողմից ստեղծված հագուստը պետք է իրենից ներկայացնի անհատական պատվեր, հատուկ հաճախորդի համար առնվազն 1 չափսափորձումով։ Երկրորդ, հագուստը ամբողջովին պետք է լինի ձեռագործ եւ կարված միմիայն բարձրակարգ կտորներից եւ նյութերից։ Երրորդ, նորաձևության տունը պարտադիր պետք է ունենա իր սեփական ատելյեն Փարիզում, առնվազն 15 մշտական բարպետով եւ 20 տեխնիկական աշխատակիցով։ Եվ չորրորդ, նորաձևության տունը տարին 2 անգամ պետք է մասնակցի Paris Fashion Week-ի haute couture շոուին եւ ներկայացնի առնվազն 25 նոր եւ ինքնատիպ կերպար։ Haute couture տների թիվը հաճախ փոխվում է, բայց հիմնական ու ամենահայտնի խաղացողները շարունակում են մնալ նույնը։ Դրանք են Chanel-ը, Dior-ը, Givenchy-ն, Valentino-ն, Schiaparelli-ն, Armani Privé-ն, Jean-Paul Gaultier-ն, Elie Saab-ը, Balenciaga-ն, Oscar de la Renta-ն։ Հավանեցիր անդրադարձը, դե ուրեմն լայքիր եւ մեկնաբանություններում նշիր, թե որ փաստը քեզ առավել զարմացրեց։